Ողջույն մեր շատ սիրելի հետևորդներ, ձեզ հետ կրկին մենք ենք, ես Մերին եմ, ովքեր նոր են միացել Իսպանիայից, իսկ ավելի կոնկրետ Մադրիդից, հիմա ընտանիքով գնում ենք մասնակցելու Cristo del Calvario տոնակատարությանը, սա հայերենով ավելի շատ ճիշտ էսպես է հնչում Գողգոթայի Քրիստոս, երևի կհիշենք, որ Գողգոթայում է հենց խաչվել Քրիստոսը, սա իրականում կրոնական տոն է եղել, բայց հիմա մի քիչ փոխվել է, միախառնվել է հավատը, ավանդույթները, ժամանակակից միջոցառումները միասին ու դարձել է քաղաքի ամենասպասված տոներից մեկը։ Իրականում շատ ուրախ եմ, որ հիմա եղանակները բացվել են, որովհետև նմանատիպ միջոցառումները ել ավելի են շատանալու։ Մենք անհամբեր սպասում ենք յուրաքանչյուր տոնին, որովհետև օրը փոխվում է, առօրյադ այլ կերպ ես դասավորում, քաղաքում տրամադրությունը այլ է, ավելի ուրախ, թեթև, չնայած որ Իսպանիան միշտ է ուրախ, բայց հիմա առավել ևս։ Կփորձենք մասնակցենք, իրականում տոնը մոտավորապես 9 օր է տևելու, ինչքանով կկարողանանք երեխաների հետ հարմարացնել գալ, դա ընթացքը ցույց կտա, բայց որ նմանատիպ տոները առօրյաց շատ են փոխում, դա հաստատ է։ Գնանք տեսնենք ինչ համեր կա, շատ հաճելի, այս ժամին շատ շոգ է, ժամը մոտավորապես 6-ն է լինում, ուղղակի սրանից ավելի ուշ չենք կարող դուրս գանք, որովհետև մինչև տեղաշարժվում ենք դուրս ենք գալիս երեխաների հետ, արդեն էլ ավելի ուշ է լինում ժամը, հետո որ իրանց քնելու ռիթմը փոխվում է, ես նույնպես լավ չեմ լինում, դրա համար մենք դուրս ենք գալի այս 4 շոկի։ Մի օր ժամանակ եմ հատկացնելու ու սովորեմ իրանց ավանդական պարերը, այս մեծերի խմբին արդեն ծանոթ եմ անցած տարվանից, իրանք վերջն են, շատ եմ սիրում, այնքան կյանք կա իրանց մեջ, Երեխաքի ուտելու, քնելու հարցերը չլիներ, ես երևի այս տոնակատարությունից տուն չգնայի, որովհետև շատ համես է անցնում, ովքեր որ իրոք ժամանակ ունեն, վստահաբար մասնակցում եմ բոլոր համերգներին, որովհետև շատ հետաքրքիր է կազմակերպված ամեն ինչ, ու դա անընդհատ է, անընդհատ նոր բաներ, որ զբաղացնեն ժողովրդին ու հետաքրքիր օրեր ունենան։ Ամենահետաքրքիրներից էլ այն է, որ յուրաքանչյուր տոնակատարություն, որը իրականացվում է քաղաքներում, այնպես են կազմակերպում, որը ներառում է բոլոր տարիքային խմբերին, այսինքն յուրաքանչյուր տարիքային խումբ մեծից մինչև փոքր ունենում է հատուկ միջոցառում, որտեղ որ ինքը կարա ներգրավի ու ոչ մեկ դուրս չի մնում այս ամեն ինչից ու շատ կարևոր մի հատ տոն էր եղել, որ ես չկարողացա մասնակցել, դա նվիրված էր այն զույգերին, ովքեր 50 տարի իրար հետ են ապրել, այսինքն նշեցին իրենց ամուսնության 50-ամյակը։ Ես հիմա կտեղադրեմ նկար, որը ցույց է տալիս, որ այս ամեն ինչը, որ իրականացվում է, տոններ, միջոցառումներ, համերգներ եւ այլն, սա ոչ թե միայն ժամանց է, այլ նաեւ պաշտպանվում է եւ գնահատվում է ընտանեկան արժեքները։ Մի խոսքով, այստեղ պետք է լինեք, զգաք այս ամեն ինչը, զգացողությունները, հենց գաք Մադրիդ, կամ ուզենաք գաք, նախատեսեք, անպայման իմ հետ կապի դուրս եկեք, ես ձեզ կհուշեմ, թե որ ժամանակահատվածներում են նմանատիպ հավես ու հաճելի տոներ լինելու, որ հենց այդ ժամանակ գաք ու մասնակցեք։ Իդեպ այս օրերի ընթացքում զգացվում է, որ քաղաքում մեծ աշխատանք է տարվում,
ոչ միայն միջոցառումների, այլ նաև քաղաքի բարեկարգման ուղղությամբ։ Իսկ մեր համայնքապետը շատ աշխատասեր է ու ներգրաված է քաղաքի կյանքում։ Նույնիսկ մի քանի անգամ շատ ուշ ժամի տեսել ենք, թե ինչպես է դեռ նոր դուրս գալի համայնքապետարանի շենքից։ Այսինքն այս ամենին ինչ որ իրականացվում է, դրա ետևում մեծ ջանքեր են ներդրված։ Ու դա վայելում ենք մենք։ Լեոնել անհամբեր սպասում է այս օրերին, որ գա մասնակցի այս միջոցառումներին, թրվռա, վազվզի, ինչպես բոլոր բալիկներն են ուզում։ Լեոն այս ընթաց տատիկի պապիկի հետ էր ու մեզ տեսավ, սկսեց վազվզել այս կոմենկոմ, չնայելով մենք գնում ենք թե չէ, բայց ես հասցնում եմ իր հետևից, որ չկորեր։ Հին հայկական թամադարանի նման է ձայնը արձագանքում։ Ատրակցիոնների մեծ մասի արժեքը 4 եվրոյ է, վերջին օրը գործում է 50% զեղչ, բայց եթե որոշ ատրակցիոններից միանգամից մի քանի անգամ օգտվելու տոմս գնեք, գինն ավելի մատչելի է լինում։ Բայց երևի ավելի նախընտրելի է գալ վերջին օրը, որովհետև պատկերացրեք երեխաները տվյալ օրը քանի անգամ են ուզում նստեն ու 4 եվրոյով շատ թանկ է ստացվում։ Բայց դե այլ տարբերակ չկա, մենք գալիս ենք բոլոր օրերին, նաև վերջին օրը, որ մի քիչ այն որ ասում է սիրտներս հովանա, որ վերջի օրը գոնե մի քիչ հարմար գնով է Լեոն նստում ատրակցիոն։ Նախորդ տարիների հետ համեմատած այս տարվա միջոցառումները իսկապես շատ են, ի ուրախություն ինձ և բոլորի։ Իդեպ, եթե դեռ չեք հետևում իմ էջերին, ապա նշեմ, որ Facebook-ում, TikTok-ում և Instagram-ում պարբերաբար հրապարակում եմ Իսպանիայի վերաբերող նորություններ, օգտակար տեղեկություններ և այստեղ կյանքի մասին տարբեր նյութեր ու նշելի է, որ վերջին շրջանում շատ նամակներ եմ ստանում մարդկանցից, ովքեր հետաքրքրված են Իսպանիա տեղափոխվելու, այստեղ ապրելու, աշխատելու հնարավորություններով։ Այդ պատճառով առաջիկայում ավելի շատ նմանատիպ բովանդակությամբ ռիլեր կտեղադրեմ, որը ըստիս օգտակար կլինի ձեզ, իսկ իմ էջերի հղումները կտեղադրեմ այս հոլովակի նկարագրության բաժնում։ Սա է Լեոնը իր շատ սիրելի քոլեջի ընկերուհու հետ այստեղ պատահաբար հանդիպեցին։ Մինչ ես նստել էի ատրակցիոն ամուսնուս հետ, Լեոն և իր դասընկերուհին կամ քոլեջի ընկերուհի և իր քույրիկը ակտիվ քշում էին հեծանիվ։ Այդ պահը ուղղակի ափսոս չկարողացա նկարել, շատ ուժեղ էր։ Ովքեր նոր են միացել մեր փոքրիկ ընտանիքին,
Կխնդրեմ բաժանորդագրվել ալիքին, սեղմեկան պայման զանգակոճակ, որպեսզի իմ յուրաքանչյուր թողարկում առաջինը հենց ձեզ հասնի։ Անչափ շնորհակալ եմ բոլորիդ ջերմ մեկնաբանությունների համար, ակտիվության համար, դուք այդպես ինձ ուժ եք տալիս, որպեսզի ես մոտիվացվեմ եւ անընդհատ թողարկումներ տեղադրեմ։ Իհարկե երկար հոլովակներս ուշ եմ տեղադրում ցավոք, ժամանակի սղության պատճառով, բայց միշտ ձեզ հետ եմ լինելու, այնպես որ սպասեք ինձ։ Սա առաջինն էր, սպասեք հաջորդ թողարկմանը, շատ չեմ ուշացնի։ Համբուրումը մինչ նոր հանդիպում։